Քեզ մեզ հարկավոր է լինելու 400 գրամ ալյուր, մեզ հարկավոր է լինելու 180 գրամ կարագ կամ մարգարին, եթե ուզում եք օգտագործեք, 1 թեյի գթալ փխրեցուցիչ, 100 գրամ շաքարավազ, կես թեյի գթալ աղ, 2 ճաշի գթալ թթվասեր և 1 հավկիթ։ Մուրաբի համար բնականաբար արդեն մեզ պետք է մալինաներ, ազնվամորի, այնքան դժվար եմ հիշում այս անունը, բայց ես այսօր կամ կարագ թարմը ազնվամորին պատրաստեք ջեմ սարքեք, կամ կարող եք օգտագործել ջեմ, որը ես այսօր օգտագործել եմ, այսա, մեր հայկական ջեմը ազնվամորի։ Okay, այդքան բան։ Առաջի գործողությունը, որ պետք է անենք, սա բոլոր 4 բաղադրությունները պետք է խառնեմ ես հիմա ալյուրի հետ, մի լավ խառնեմ։ Սա մնում է։ Okay, այդքան բան։ Հիմա սրանք բոլորը խառնեմ։ Okay, ես բոլոր բաղադրությունները արդեն լցրեցի իմ 4 բաղադրությունները միքսերի ամանի մեջ։ Հիմա ինձ պետք է թթվասերը և ձուն վանիլը, 10 գրամ վանիլա կամ 2 իմը ջուր վանիլներ, էքստրակտը, եթե ընենց եք ուզում, գթալով 4, եթե վանիլ ունեք, 2,5 թեյի գթալ վանիլա, 10 գրամը համեմատածով, և ինձ պետք է կարագը, հիմա խառնենք, կարագը տան ջերմաստիճանի է, հալած է արդեն, հիմա այս բաղադրությունը պետք է արդեն լցնեմ մնացած ալյուրի վրա և միքսերով խառնեմ։ Պետք է ստանանք պինդ զանգված։ Հիմա ինձ պետք է շատ արագ դատարկեմ էսի և 2 մասի կբաժանեմ, հավասար կեսի չեմ անի, մի քիչ ավելի շատ մասը կդնեմ սառնախցիկը, մի մաս էլ կդնեմ սառնարանի մեջը, ինձ պետք է, որ քարացած սառած լինի, մի մասը անպայման։ Ինքը այնքան փափուկ է, այնքան փափուկ խմոր է։ Ինձ պետք է հիմա շատ։ So, 1/3-ը առանձնացնում ենք և սա, մեծ մասը կդնենք արդեն սառնախցիկում, իսկ այս հատվածը կդնենք սառնարանի մեջ։ Ու այդ ընթացքում մեզ պետք է պատրաստում մեր մուրաբան, բայց ես արդեն քանի որ մուրաբան պատրաստ է, ես ընդհանրապես պետք է մեջը ավելացնեմ օսլա 1 գթալ ճաշի ու վերջ։ Ու եփեմ, թեթև եռացնեմ։
Okay, հիմա միջև գազի տակը ես միացնեմ, իմ մուրաբեն արդեն կար, դուք գիտեք պատրաստի մուրաբա եմ դրել, ինձ պետք է ընդամենը մեջ ավելացնեմ 1 ճաշի գթալ օսլա։ Ջոհուր ջան, ինչ ասում եմ, այս ամբողջը կլինի description բաժնում։ So, այնտեղ տեղադրած կլինի բոլորը։ Մի հատ լավ խառնելու եմ հիմա, հետո նոր գազը միացնեմ։ Գազը չմիացնեք հանկարծ միջև այդ, որովհետև կսկսի օսա մեջը քարանալ։ Եգիպտացորենի օսլա եմ օգտագործում, ու այս անգամ գունդ կմնա, չի հալի։ Արդեն կարանք միացնենք։ Ինձ պետք է, որ մի քիչ կրեմի նման դառնա այս մուրաբան, դրա համար եմ օսլան ավելացրել։ Մուրաբան արդեն օսլայով որ պետք է այդ արդեն ստացվում է, վերջ արդեն պիտի անջատեմ գազի տակը, պատրաստ է։ Okay, Ժորժ ջան, հիմա վերջի բանը արդեն որ մնացել է, որ պիտի անեմ, դա խմորը բացելն է, սառել է այնի մասը։ Այս խմորն եմ բացենք ու վերջ արդեն։ Շատ փափուկ խմոր է։ Եթե նկատում եք, որ ձեռով դժվարանալու եք բացելու, մատերով էլ կարաք իրան մեծացնեք, որտև ինքը այդքան փափուկ է։ Հիմա վերջի բանը, բերում ենք արդեն մեր մուրաբան։ Վերջի բանն է, որ արդեն պետք է անենք, երկու մասի բաժանած, մեկը որ արդեն սառնա խցիկու մեջ քարացել է, այսպես էր պետք է, որ պինդ ինքը շատ փափուկ չլինի, սա պետք է ճորկենք վրան իր խմորը։ Մեջի հատվածը դրել մի քիչ փափուկություն ունի։ Այո, Ժորժ ջան, հիմա պատրաստում եմ դնեմ սա արդեն գազօջախի մեջը, կհանդիպենք քիչ հետո։ Արդեն պատրաստ է, անում ենք ձեր ժամանակում։ Ես վերցրել եմ չաքարի փոշի, սա պետք է ընդամենը դիզայն անեմ իր վրա, սիրունացնեմ և կարող ենք